Սիրելի ուսուցիչներ, դասընկերներ, այսօր մենք նշում ենք Սուրբ Զատիկ ամենակարևոր քրիստոնեական տոներից մեկը։ Սուրբ Զատիկը դա Հիսուս Քրիստոսի հարության տոնն է։ Նա մահացավ մեր բոլորի մեղքերի համար, ցույց տալով, որ սերն ու բարին միշտ հաղթում են։ Հողմը փչեցի հարավեն, ազատվեցան դաշտքությունները, վերբրություն է ամեն տղոց, Քրիստոս հարյավ իմերելոց, արուները խոխոջացին, ծարեր նահա բոբոջեցին, օդը լի է ձայնիվ թշնոց, Քրիստոս հարյավ իմերելոց։ Տղա աղջիկ ուրախ զվարդվտեց, իմ ձեր կոկոն վարդ, ով կենչունի սիրտը մարդոց, Քրիստոս հարյավ իմերելոց։ Սուրբ Զատկից 40 առնա սկսվում է մեզ պահքը, պահքի ընթացքում մարդիկ հրաժարվում են կենդանական ծագում ունեցող կերակուրներից, ծրկմեղենից, հավքիթներից և ճաշակում են իրենց բուսական ծագում ունեցող կերակուրներ։ Սակայն շատ կարևոր է, որ պահքի ընթացքում մարդիկ ոչ միայն հրաժարվեն համեղ ուտելիքներից, այլ նաև անցանկալի արարքներից, վիրավորանքներից, մեղքեր գործելուց։ Հայաստանի որոշ վայրերում ընդունված է եղել մեծ պահքի առաջին օրը սոխից կամ կարտոֆիլից պատրաստել ակրատիս, որը պահքի ընթացքում օրացույցի դեր է կատարել։ Ակրատիսը կախում են տան, անկյունում այն կատարել է օրացույցի դեր։ Ակրատիսը զարդարել են 7 փետուրներով, դրանք խորհրդանշել են մեծ պասի 7 շաբաթները։ Շաբաթը լրանալուց պես փետուրներից մեկը պոկել են, ողջին փետուրը պոկել են Զատկից 1 օր առաջ։ Ակլատի շղանալիս, եկավ մեզ յուր կախվակ երդից։ Ակլատիզը եկավ մեզ յուր վրան ունի 7 փետուր։ Քրիստոնյաները բարեսեր, գիտեր, որ կա մի շարք ծեսեր, սուրբ պատարակ, փակ խորան և մեծ պահքի ոսկե շղթան։ Մեծ պահքը ունի 7 կիրակի անվանումները կապված են Աստվածաշնչի պատմությունների, առարկաների կամ Հիսուս Քրիստոսի կյանքի որևիցե դրվագի հետ։ Բուն բարեկենդան, այսպես է կոչվում մեծ պահքի առաջին կիրակին։ Բարեկենդան նշանակում է ուրախություն, բարի կյանք և խորհրդանշում է Ադամի Եվայի դրախտային կյանքը։ Այդ օրը մարդիկ տոնախմբվում են, զվարճանում, զանազան կերակուրներ ճաշակում, որպեսզի 49 օր պահք պահեն։ Մեզ բարիզա
Քրիստոսի Երուսաղեմ մտնելու աշխատանքին։ Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է արտաքսման կիրակի և կորդանշում է Ադամին Եվայի դրախտից հեռանալը։ Աստվածաշնչից մեծ ծանոթ պատմություններից գիտենք, որ Աստված Ադամին ու Եվային պատվիրում է, որ ուտեն բոլոր ծառերի պտուղներից, բացի բարի և չարու գիտության ծառի, սակայն Ադամն ու Եվան չհնազանդվելով Աստծուն ուտում են արգելված պտուղը և արտաքսում են դրախտից։ Մեծ պահքի երրորդ կիրակին կոչվում է անառակի կիրակի, այն մեզ հիշեցնում է Հիսուսի պատմած առակներից, որը ցույց է տալիս, որ որդին հեռանում է իր հայրական տնից, սակայն վերջում զղջում և հետ է վերադառնում։ Տնտեսի կիրակի, այն մեծ պահքի չորրորդ կիրակին և հիշեցնում է Հիսուսի պատմած մեկ առակի մասին, անիրավը, որը պատմում է իր տիրոջ որդն ունեցվածը։ Մեծ պահքի 5-րդ կիրակին դատավորի կիրակին է, ավետարանական առակում մի դատավոր տեղի է տալիս այրի կնոջ խնդրանքները և նրա դատը տեսնում է։ Վեցերորդ գալիստյան կիրակին է, այն նվիրված է Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու։ Իսկ մեծ պահքի վերջին 7-րդ կիրակին Զախկազարդն է, այն նվիրված է Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մտնելու հիշատակին, նաև մանուկների օրհնության օրն է։ Երբ արբանվում է մեծ պահքը, ոսկե շղթան սկսվում է Հիսուս Քրիստոսի հարության մեծ տոնը կամ սուր զատիկը։ Գալիս է հրեշտակի թևերով մի երեխա և ասում է. Ինչու եք Հիսուսին այստեղ փնտրում, նա այստեղ չէ, այլ հարություն է անում։ Բարի հրեշտակ այս անամոտ թաշկոտելով անկոնուսնոր, ժպտուն զվատ մանքիկ ասած ելև երկեք Քրիստոս հայրակ, սիրտը լսված սուրբ շրջանակով ես էլ երկեմ թեև թոտը, բայց մանկական անուշ լեզվով Քրիստոս հայրակ, և կլսեն ահա այսօր մարդիկ հրեշտակ աշխարհ բոլոր, կերկեն անուշ եղանակով Քրիստոս հայրակ։ Նոր նետունում դատում ասպես ու շարունակ պտուտ գալիս առաջին դահրաշք է ուրիշելից ոչին, ինչը առաջին դահրաշք է ուրիշելից ոչին, ինչը այդ անուն հրաշք է հարություն կամ կարմիր զատիկ։ Ora
Կարմիր Զատի կյանքի Զատի Տեր Հիսուսի արդյունարդող շղաբազմապատիկ լույս կամիր մեր ջերմասնով։ Ինչպես դուք չգիտեք, որ կարմիրը դա Քրիստոսի արյան գույնն է։ Ուտիստատ, իսկ ինչու է Զատի սեղանին դրված բրինձով և չամիչով փլով։ Բրինձը դա աշխարհի երկրագնդի մարդիկ են, իսկ չամիչը դա այն սրբերն են, որոնք քաղցրացնում են մեր կյանքը։ Ուտիստատիկ, իսկ ինչու են Զատկի սեղանին կարմիր գինի դնում։ Որովհետև դա Քրիստոսի արյան գույնն է։
Այսօր մենք նշեցինք Սուրբ Զատիկը, այս տոնից մենք հասկացանք, որ պետք է իրար օգնության ձեռք մեկնենք և ամենակարևորը հույսը, հավատը և սերը։